Բարի երեկո, Արցախի հանրայինի եթերում ներկապնակն է իր գունագեղ ու կարծում եմ հետաքրքիր էջերով։ Մենք իհարկե ամենևին էլ նպատակ չունենք մանրամասնորեն պատմել արվեստագետների մեր անցյալի հետաքրքիր իրադարձությունների մասին, մեր նպատակը մեր ներկապնակի գույներն ավելացնելն է։ Ներկայացնեմ, իմ զրուցակիցը երգիչ Վազգեն Մելիքսեթյանն է։ Մարդ, ով երկար է բնակվել արվեստի տարածքում եւ այսօր պարզապես ապրում է գունավոր հուշերով եւ խնամում է իր այգին։ Վազգեն Մելիքսեթյան արվեստագետի կենսագրությունը հարուստ է հետաքրքիր պատմություններով։ Բազում շնորհներով օժտված երիտասարդ երգչին ուսումնարան ավարտելուց հետո անմիջապես նկատել են ու հրավիրել երգի ու պարի Ղարաբաղ պետական անսամբլ որպես մներգիչ։ Անսամբլը արդեն որ սկսեց ստեղծվել, սկսեցին տելեգրամներ տալ իմ հետևից, որ անպայման պիտի Վազգեն Մելիքսեթյանը գա անսամբլ։ 58 թվականի հոկտեմբերի 22-ին առաջին կանդիդատը եղել եմ ես։ Հետո սկսեցին արդեն հավաքել աղջիկներ, տղաներ։ Մեր անսամբլում եղել են Էդվարդ Արուսամյանը, որպես պարող, եղել է Կարեն Աղաջանյանը, Նայիրի Ալավերդյանը, Էլմիրա Սարգսյանը, Էլմիրա Գրիգորյանը։ Այդ մարդկանց հետ ես աշխատել եմ երկար տարիներ եւ շատ ուրախ եմ։ Ժամանակ 40 հոգի էին մեր անսամբլում, 40 հոգի։ Եվ այդ 40 հոգի վրա ես որպես ղեկավար եմ ելել։ Ես շատ ուրախ եմ ելել, որ հետո բոլորը ինձ հարգում են, բոլորը ինձ սիրում են։ Ես բոլորի հետ որպես ոնց ասեմ, որպես ծնող վերաբերվա, որպես ծնող։ Եվ ամեն տեսակ խորհուրդներ ես դրանց տալիս եմ։ Իմ հիշողության մեջ տամնում է որպես լավ անսամբլ։ Այսօր նա ապրում է բովանդակալից կյանքից մնացած հուշերով, որոնք մեկը մյուսի հետևից պատկերավոր տեսարաններ են բացում մեր առաջ։ 72 թվականին մենք պիտի գնայինք Ուկրաինա։ Գնացինք Հարավ Օսեթիա, որտեղ նրանց հետ մենք արդեն բարեկամական հարաբերություններ ունեինք, գնացինք խնդրեցինք իրենց ղեկավարից, ասեցինք մեզ մի 4 հատ լավ պարող տուր, լավ պարող տղաներ կային, մեկ էլ մի հատ երգչուհի տուր, ձեր եզու որպեսզի մեզ հետ դեղ երգի, տղաները պարեն միասին, մի հատ աղջիկ վերցրինք, մեկ էլ մի 4 հատ պարող տղա։ Գնացինք Լուգանսկ, Լուգանսկի մարզում պիտի անպայման ելույթներ ունենանք։ Եվ հանկարծ այս աղջիկը ասում է, Վազգեն ջան, արի մի հատ դու ետ պատրաստի օսեթական լեզվով, միասին երգենք։ Ասի խնդրեմ, որցի ժամանակ տեսանք արդեն ստացվում է, ես արդեն անգիրում բարել, ասա արդեն պատրաստա երգը կարող երգենք, դա էլի չլցված էր։ Դուրս եկանք երգելու, առաջին տոնը ես երգեցի, շատ լավ ստացվեց, երկրորդ տոնը ինքը երգեց, էլի լավ էր, մինչև տղաները մեր երաժիշտները ջափը նվագում էին, այդ երգը լրիվ մոռացի երկու տոնը։ Հիմա դուրս ես արդեն պիտի երգում եմ, ստից բառեր եմ ասում, թմփալ, լսես բաներ է ասում, վերջի ծափարեցին մեզ ուժեղ, ձերքից պլաստարել եմ, գլուխ ենք տալիս, հետևից ասում, Վազգեն ջան, էդ ինչ է նվագում, ինչ է երգում, ասում Ազա ջան, ես էլ չիմացա ինչ երգեցի։ Վազգեն Մելիքսեթյանն իր գերդաստանի հպարտությունն է, իսկ մեծ ու համերաշխ ընտանիքը նա համարում է իր հարստությունը։ Ընտանեկան հավաքույթներին երգելն էլ բարի ավանդույթ է դարձել։ Ամեն հավաքույթի ժամանակ, ամեն երեխայի կամ իմ ծննդյան օրերին անպայման ես երգում։ Իսկ ձեր տաղանդը փոխանցվել է ձեր սերունդներին, երեխաներին, թոռներին։ Չէ։ Երեխաներս, թոռներս ուրիշ ճյուղ են արդեն զարգացել։ 1992 թվականի մարտին Խոջալույի ազատագրումից օրեր անց եկան ու հաստատվեցին այժմ Իվանյան կոչվող համայնքում։ Դժվար տարիներ էին, հենց այդ ժամանակ էլ բահ վերցրեց ու այգի մշակեց։ Հողը ինքը հարստություն է, որովհետև հողից ամեն ինչ դուրս գալիս։ Դրա հետ ես արդեն ստիպված էի զբաղվել հողագործությամբ, որովհետև այն տարիները մի քիչ դժվար էր, էլի։
ու ամեն տեսակի ուրեմն ես բան եմ ցանում ու երախաներիս ընտանիքներին օգնում եմ։ Առաստարան ոչ մի բան չի կարող պատահել։ 91-ամյա Վազգե Մելիքսեթյանն այսօր էլ բահը ձեռքի մշակում է իր այգին։ Գարնան արևը նրան այգի է տանում, ծառերը խնամելու ժամանակն է, հողը փխրեցնելու, կանաչի ցանելու։ Այգում գործը երբեք չի ավարտվում, ու հենց դա է ապրեցնում Վազգեն պապիկին։ Ուրիշ տեղ կապրեիք։ Ուրիշ տեղ չէ, ոչ մի դեպքում։ Ղարաբաղից դուրս ոչ մի դեպքում։ Չգիտեմ, կարողացա փոխանցել ձեզ այն դրական լիցքերը, որ ստացել եմ վաստակաշատ արվեստագետի հետ շփումից, բայց ասեմ, որ նա շատ լուսավոր անձնավորություն է, մարդ, ում հետ կարելի է անվերջ զրուցել ու չօգնել, երջանիկ մարդ, ով կարողացել է ապրել առանց տրտնջալու եւ գոհ է իր ապրածից։ Հավատում է, որ երկրի խաղաղությունը կհավերժի, որ պայքարի ու տառապանքների միջով անցած ժողովուրդը կապրի անհոգ ու արժանի կյանքով։ Կրկին դառնանք մեր մեծերին։ Հովհաննես Թումանյանն ասել է. «Կյանքն իր ամբողջության մեջ մեծ է, շատ է մեծ։ Կյանքը տիեզերական կյանքն է, եւ մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց այն է, որ իր շրջապատի միջոցով ապրի են մեծ կյանքով, բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել են մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով, մարդկության կյանքով։ Սակայն նույնիսկ դրանով մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ։ Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, այնպես է փոքր է անսահման։ Բարության աչքերով նայենք իրար ու տեսնենք իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու այսպեսով էլ կյանքը դարձնենք քաղցր ու սիրելի»։ Ասում են Թումանյանը չէր սիրում իր ծննդյան օրը նշել։ Մի անգամ 2 տասնյակից ավելի երիտասարդ գրողներ որոշեցին նվեր մատուցել մեծ բանաստեղծին։ Գնել էին ցուլի սև արձան, վրան բրոնզե աղջիկ։ Որոշեցին նվերը փոխանցել 3 կին գրողի միջոցով։ Թումանյանի մոտ նրանց գնալուց շատ չանցած ներս է մտնում բանաստեղծի պատվիրակն ու փոխանցում նրա գրությունը։ Եթե բոլորը չգաք, նվերը ետ կուղարկեմ։ Երիտասարդ գրողներն ամաչելով բարձրանում են Թումանյանի տան մարմարե աստիճաններով, որտեղ մեծ դահլիճում նրանց ընդառաջ է գալիս հենց բանաստեղծը։ Քիչ անց արդեն պարում էին թեթևի տված զորավար Անդրանիկը, Շիրվանզադեն, ինչպես նաև նրանց միացած երիտասարդները։ Իսկ 1919 թվականին, երբ Թումանյանի տանը նշվում էր նրա ծննդյան 50-ամյակը, հրավիրվածների մեջ է լինում նաև զորավար Անդրանիկը։ Անդրանիկի կենացի ժամանակ Թումանյանն իր բաժակաճառի մեջ ասում է. 30 տարի առաջ մի հայ ժողովուրդ էր մի Խրիմյան, անցավ 30 տարի, հիմի էլ մի հայ ժողովուրդ է մի Անդրանիկ։ Ընդհատելով Թումանյանի խոսքը, Անդրանիկը նստած տեղից վրա է բերում։ Կանցնի էլի 30 տարի, ոչ Խրիմյան կլինի, ոչ Անդրանիկ, կմնա հայ ժողովուրդն ու շունն ու կատուն։ Հոգու ամենանուրբ եւ ամենասուրբ թելերով կապված լինելով իր ժողովրդին, Հովհաննես Թումանյանը հիրավի դարձավ այն հազվագյուտ կանխատեսողներից մեկը, որը դառնորեն գուշակեց հային բաժին պահված պատմության եղերական էջերից մեկը՝ Օսմանյան Թուրքիայի 1915 թվականին իրականացած մեծ եղեռնը։ Երբ Թիֆլիս հասավ կոտորածի լուրը, Թումանյանը հիվանդ, հոգեպես եւ ֆիզիկապես քայքայված, դստեր Նվարդի հետ մեկնեց Էջմիածին սեփական ձեռքերով հոգալու գաղթականության խնամքի խնդիրները։ Այս լուսանկարը պատմում է ցեղասպանության օրերին բանաստեղծի կատարած անգնահատելի աշխատանքի մասին։ Թումանյանի անմիջական ղեկավարությամբ բացվում է 5 հիվանդանոց 500 մահճակալով, որփանոց մոտ 3000 երեխայի համար։ Երեխաներից շատերը նրան հայրիկ էին անվանում։ Թումանյանը Էջմիածնում դստեր հետ մնաց մոտ 2 ամիս։ Նա շատ դժգոհ էր հոգևորականությունից եւ զանազան կոմիտեներից, որ չէին կարողանում արագ կազմակերպել աշխատանքներն ու ժամանակին օգնություն ցույց տալ գաղթականությանը։ Շատ հուզիչ եւ ուշագրավ են Թոթովենցի հուշերը։ Թումանյանը վազում էր կետից կետ, վրանից վրան, մի մեռնողից դեպի ուրիշ մեռնողը, կարգադրում էր հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում։ Մի օր էլ տեղատարավ անձրևին նա վազեց, բռնի կերպով բաց արավ նոր կառուցվող հայրապետական վեհարանը, որը մինչ այդ անձեռմխելի էր, գաղթականները լցվեցին ներս։ Զայրացած կաթողիկոսը կշտամբում է պոետին ասելով. «Ինչպես եք համարձակվել, չէ՞ որ ձեզ հետ խոսում է ամենայն հայոց կաթողիկոսը»։
Թումանյանը պատասխանում է. բայց ձեզ հետ էլ խոսում է ամենայն հայոց բանաստեղծը։ Սա թերևս ամենամեծ գնահատականն է, որին ակամա արժանացրել է ինքն իրեն բանաստեղծը։ Ծանր է եղել այդ օրերին Թումանյանի վիճակը, բայց հետագայում նա անսահման երջանկությամբ արձանագրեց. Հիշում եմ եւ այն լավ օրը, երբ առաջին անգամ վերահսկողները գանգատվեցին, թե երեխաներն արդեն չարաճճի են դարձել։ Դժվարացել է կառավարելը, ոմանք զվարթ երգում են խմբով, կատակներ անում, ուրախ ճչում, կրկչում, ու ամենքից աչքերն էլ լցվեցին ուրախության արտասուքով։ Խաղաղությունն այնքան բարերար է, որ բառն ինքը շոյում է լսողությունը։ Բարի ու խաղաղ երեկո մաղթելով հարգելի հեռուստադիտող, առաջարկում եմ մի երգի պատմություն էջը։ Միասին դիտենք ապրել խաղաղ երգի տեսահոլովակը։ Այս երգը կարճ ժամանակահատվածում սիրվեց ու լայն տարածում գտավ։ Նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Հեղինակը երգահան Լիլի Գրիգորյանն է։ Ըստ նրա երգի հաջողության հիմնական գրավականն այն է, որ 13 հայ մանուկներ իրենց քաղցր ձայնով աղոթում են խաղաղության համար։ Շատ հուզիչ է, երբ երեխաներն են հորդորում ապրել խաղաղ ու համերաշխ։ Մոլորակը դանդաղ պտտվում է, դիեզերքը խռով բողոքում է, հայացք դեպի երկինք, այնտեղ աչքեր կանչինչ, մեկ դարյա պատմությունը ջնջում են, սրտերում ցավը մեծ խորացնում են, երբեք չենք մոռանա, թե աշխարհն է լուրանա, ապագան է լուսավոր, դեռ սպասում Թողած մեր պատքը կաչում է Թող ամեն մանկան աղոթքը բարձրանա Աչքերի արցունքն ու ցավը վերանա Թող խաղաղ բացվի երկինքը Օրանոք ապրի մանդիկը Թող երբեք էլ չտեսնեն անհավիրքը Թող հավատը
Ապրել խաղաղ, այսպիսի կոչով են հանդես գալիս այս մանուկները։ Խաղաղություն, մանկամաքրություն, սեր, բարություն պատմող այս երգը կոչ է աշխարհին։ Տեսահոլովակում նկարահանվել են ոչ միայն հայ, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերում ապրող օտարազգի մանուկներ, բոլորին համախմբելով մեկ գաղափարի շուրջ՝ ապրել խաղաղ։ Կա այսպիսի մի առակ, որ հույսը վառում է բոլոր մարած մոմերը։ 4 մոմեր այրվում էին դանդաղ, լռության միջից հանկարծ լսվում է նրանց զրույցը։ Առաջինն ասում է, որ ինքը խաղաղությունն է եւ քանի որ մարդիկ չեն հասցնում իրեն պահել, շուտով կհանգչի։ Թուլանում ու կրակը մարում է։ Երկրորդն ասում է, որ ինքը հավատն է եւ արված մնալը իմաստ չունի, քանի որ մարդիկ դադարել են հավատալ ու վստահել իրեն։ Երրորդ մոմը ավելի տխուր է արտահայտվում։ Ես սերն եմ, բայց մարդիկ չեն զգում իմ կարևորությունը, ասում եւ անմիջապես հանգչում է։ Այդ պահին ներս է մտնում մի երեխա, տեսնելով 3 հանգած մոմերը, շատ է թախծում եւ սկսում լացել։ Այդ ժամանակ 4-րդ մոմն ասում է. «Քանի դեռ ես կրակ ունեմ, կվառենք մյուս մոմերը, ես հույսն եմ»։ Եվ փայլող աչքերով երեխան հույսի մոմով վառում է բոլոր մյուս մոմերը։ Հավատ, հույս եւ սեր բոլորիս, որ երկրից խաղաղությունը հավերժի։